Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է իրավապահ մարմինների սրբազան պայքար շարժման մասնակիցների նկատմամբ իրականացրած քայլերից։ Բացահայտվել է մեր պետության անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն։ Կառավարության նիստում հայտարարեց գործադիրի ղեկավարը և առաջարկեց պարգևատրել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի։ Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27-է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Փաշինյանը դժգոհում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատանքից։ Երեկ ես մասնակցում էի Հոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը և բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնում եք, մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, 70 միլիոն, համենայն դեպս ինձ տենց ասեցին և չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ Մենք հասկանում ենք սա, անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում և այլն և այլն։ Կամ սա հատուկ սաբոտաժ է, կամ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ նորմալ սպասարկում իրականացնել, ասաց Փաշինյանը։ Իրանք բոլոր գծերը անցել են և այն ինչ որ ասել են, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե պրոցեսը չի լինի մի փուլ անի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը և հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք։ Վարչապետը տեղեկացրեց, կառավարությունն արդեն իսկ նախապատրաստել է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները, հարցը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում։ Ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Անցնելով նիստի օրակարգի հարցերին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը զեկուցեց, 2 միլիարդ 124 միլիոն դրամ կհատկացվի 14 համայնքի 18 ծրագրի համաֆինանսավորման համար։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 14 համայնքի 18 ծրագիր, որից ուրեմն մեկական ծրագիր Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում, Արմավիրի մարզում և Գեղարքունիքում 3-ական ծրագիր և Լոռու մարզում 6 ծրագիր։ Պարոն վարչապետ, պիտի ասեմ, որ սույն որոշմամբ հաստատմամբ մենք արդեն 2025 թվականի պետական բյուջեից կունենանք պետական բյուջեի մասով միայն 7.6 միլիարդ դրամի պետական մասի համաֆինանսավորում այս տարվա համար։ Կառավարության նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ներկայացրեց դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխության կարևորությունը և նոր առաջարկով հանդես եկավ։ Դպրոցների ֆինանսավորման կարգը նախկինում բաղկացած էր երկու մասից, գործակիցներն ու նորմատիվները հաստատվում էին նախարարի հրամանով, կառավարության որոշմամբ հաստատվում էր ֆինանսավորման մեթոդաբանությունը։ Ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դրանք հաստատել կառավարության մեկ որոշմամբ, հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են և ավելի ուրեմն տրամաբանական կգործեն։ Նոր նախագծով նախատեսվում է նաև ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը։ Նախատեսում ենք նաև նախագծով ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքների համակարգողի լրավճարը։ Պետք է հիշեցնեմ, որ մենք այն մեր գյուղական դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր տեղ կա և չի լրացվում, էլեկտրոնային դասավանդում ենք անում, այս պահին 96 գյուղական դպրոցների 5250 երեխաներ այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում են ստանում 190 ուսուցիչների կողմից։ Նախարար Ժաննա
Աննա Անդրեասյանը տեղեկացնում է նոր կարգը կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։